Բարև տղեկ, բարև ձեզ։ Իմ ժամանակվանից աշխատել են, դեմքել է սաղի գիտե, ես եմ ընդունել իրանց գործի։ Բայց 13 տարի մոտս չեկա։ Հիմա մեկը կա, որ ինձ ասի, ով որտեղ պետք է նստի, ինչ պետք է լինի։ Հայր մերով, ասմունքով, հումորով ու քաղաքացիական պայմանագրի բոյկոտի պայմաններում կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր Գյումրիի քաղաքապետ ընտրվեց։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքո է արկայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, փառք, հոր և որդվո և ոգույն սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ավագանի անցած մյուս երեք ուժերը, այդ թվում Ղուկասյանի հետ երկարամյա հակամարտություն ունեցող Մարտուն Գրիգորյանի մեր քաղաքը դաշինքը պահեցին խոստումը, Ղուկասյանի օգտին քվեարկեցին, իրենք էլ թեկնածու չառաջադրեցին։ Մեր նվազագույն ծրագիրն է Գյումրիում իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Եվ մենք տեր ենք կանգնում մեր այդ խոստմանը եւ այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ 64-ամյա Վարդան Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո 5-րդ անգամ է ստանձնում Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Նորընտիր Ավագանու առաջին նիստը որպես տարիքով ամենաավագ հենց ինքն էր վարում։ Ամբողջությամբ միշտ փոքր է, հիմնոր մեծացել է։ Միշտ մեծերի հետ եմ ինգերություն արել, հիմա տեսնում ես ամենամեծը ես դարձա, Աստված։ Ղուկասյանն ինքն իրեն ընտրեց։ Դարան կենթերը։ Ղուկասյանի տրամադրությունն ակնհայտ բարձր էր, անընդմեջ կատակում էր։ Քվեաթերթիկները հաշվի չանձնաժողովին փոխանցելուց օրինակ իր թիմակցին զգուշացրեց։ Ծոցը չփոխել։ Ընտրվելուց հետո Ղուկասյանն արդեն Թումանյան ասմունքեց։ Կյանքը սարի հրապարակ, ոտքի կոխանամեքին, խապան, խոպան ու ամպդուղ, անցավ առանց արցունքի։ Նիստի մեկնարկին Ավագանիում 14 մանդատ ունեցող քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանը Facebook-ում գրեց. Գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների եւ դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր Ավագանու առաջին նիստին չենք մասնակցի։ Մինասյանը նաև զգուշացրեց Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ կարծիք հայտնեց, որ հանուն Գյումրիի պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Վարդան Ղուկասյանն արձագանքեց, եթե նոր ընտրություն լինի կմասնակցի ու ավելի շատ ձայն կտանի։ Եթե այդպես բան անենք կսխալվեն։ Էմի դու տես ինձ ձայներ կհավաքենք մենք այդ ժամանակ, խոսքս քիչ է։ Համայնքի ղեկավարի ընտրությունը բաց էր, Ավագանու 33 անդամներից 18-ն էին ներկա, քաղաքացիական պայմանագրի 14 անդամից բացի բացակա էր նաև Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը։ Պատրաստվում է Մարտուն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել, որ նրա դաշինքի ձայների շնորհիվ քաղաքապետ ընտրվեց։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահել, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ։ Նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, Ղուկասյանին իր հարազատ Սլաբոդկա թաղից էին եկել աջակցելու, իսկ մտավախություն չունի, որ իր պաշտոնավարումը հարթ չի անցնի, ի վերջո ամենաշատ ձայներ Ավագանիում ունի քաղաքացիական պայմանագիրը։ Իհարկե կարող է եւ ամեն ինչ անեն, որովհետեւ ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը դեմոկրատական ճանապարհ է որտեղ գրել։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը, աշխատել եմ նախկին երկու նախագահների հետ եւ այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Մի խոսքով չեմ ուզում ես հիմա անցնել այդ դաշտ, հետական ցույց կտա, բայց մի բան գիտեմ, որ Երանի խաղաղասերներին, հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել, պահերի մեջ։ Եվ ես երբ որ ասում եի սուբորդինացիան կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանգարց որևիցե մեկը ուրիշ ձևի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան փոխահատուցեմ նույն սկզբունքով։
Վարչապետ Փաշինյանն այսօր պատասխանելով Գյումրիում ընդդիմության հաղթանակի ու Վարդան Ղուկասյանի հետ համագործակցության մասին հարցին միայն ասաց. տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի կանոններ կան եւ դրանք պետք է պահվեն։ Ինքը Ղուկասյանն ակնկալում է, որ ՔՊ-ն կվերադառնա նիստերի դալիճ, ակնարկելով թե Բայց ես մտածում եմ, որ ԿՊ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է։ Սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը։ Սա ժողովրդի մասին է խոսքը։ Իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու։ Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ։ Այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Ղուկասյանը պատրաստվում է մյուս քաղաքական ուժերի հետ քննարկել ծրագրերը, առաջարկություններ կանի, կփորձի համերաշխություն հաստատել։ Գյումրիի նորընտիր քաղաքապետը մի շարք քրեական գործերով է անցնում։ Այսօր դարձյալ պնդեց, որ այդ գործերը սին են։ Всё, վերջացրեցինք, շնորհակալություն։ Բոլորիցս շնորհակալ